Եթե ձայնագրում է, լավ, հիմա ես կասեմ, ինչա պետք անել ազատության համար ոչ միայն այդ Վարդան Ղուկասյանի, այլ դա գիտեք քանի հազար Հայաստանի քաղաքացիներ են, բայց դες սկզբում ես երեկվա մի կարծես թե казалось бы, հա, իմ այս սիտուացիայում հանգիստ ես ինձ են գալիս կպնում, այսօր դրա տան մոտ չեմ կարող ժամերով կայնել։ Երեկել այսօր կային այնքան քփում եմ սեփական տունն է, հա։ Քրփա ես դրա գլուխը ջարդելու եմ։ Հիմա հա ինչ, եթե հələ մի րոպե հիմա չհասկացա, բանը կայանում է այդ ֆիզիկական ուժի մեջ, հա։ Չհասկա, ասենք ինչ խեր դրանից, ասենք եթե դու քո նմանի չասած թույլ, քո նմանը եթե սկռիվ կամ դու մենակ մի քանի հոգի քո նման քո ուժի, ասենք քո չափսի եւ այլն, քաշային կատեգորիա եւ այլն։ Ափսոս երեք 2 մետր էր ու գլուխը կջարդեմ ես դրան։ Ես Արմենը չլնեմ, եթե դրա գլուխը չջարդեմ։ Լավ, հիմա անցնենք այդ փաստորեն Ամերիկայում գերարվածների։ Մի անգամից ասեմ, այդ ձեր որ հավաքում եք ԱՄՆ-ի դեսպանատուն, այդ ձեր տուփտա բաներով ոնց ասեմ, կեսվածքով հա, ժեխի կարգավիճակով, այդ ստրուկի կարգավիճակով ու նման պահանջներով թքած ունեն ձեր վրա ամերիկացիներից, դեսպանատունից է, ամենուրից է։ Դա չի պետք անել։ Բայց նախ եւ առաջ, ուրեմն ի՞նչ է նշանակում, եթե որոշում են մարդկանց դեպորտացում, տալեք օտարավակայան, իսկույն դեսպանատանից հարցերը լուծեք, դեպորտացրեք։ Ինչ է նշանակում փաստորեն բանտ նստածվել։ Դրանք հանցագործներ չեն, դա ադմինիստրատիվ խախտում է։ Ինչ է փաստորեն բանտ, երեք նայեցի մի հատ հոլովակ, ասում է Կոստարիկային տալի բանտ, էլի։ Ով է թույլ տվել, դուք դա գիտեք ինչ է նշանակում։ Դա փաստորեն կրիմինալ հանցագործություն է, դա այո, այդ այլանդակ Տրամպի կողմից, ԱՄՆ-ի կողմից։ Լավ, հիմա ասում եմ կոնկրետ ինչա պետք անել։ Երեք մեկն էլ կոչ էր անում, բանը, իմեյլին գրեք ԱՄՆ-ի դեսպանատան, արա թքած ունեն ձեր վրա, ազատություն է դրանք ուկաս եւ այլն։ Լավ, կրկնվում եմ, խոսքը միայն այդ Ղուկասյանի մասին չէ, մուսորի, այլ այդտեղ հազարավոր ՀՀ քաղաքացիներ են, հայաստանցի հայեր։ Ինչա պետք անել առաջինը, ուրեմն իմ կոչը սա ազատ մարդկանց է, ոչ թե ժեխերին, այդ Ղախպեկի Վարդան Ղուկասյան, բաբշե ազատ մարդկանց, եթե ցանկություն ունեք կարող եք նաև իմ անունից կուսակցություն հռչակել, խնդրեմ, գնաք դեսպանատան դեմը, ինչ եք պահանջում։ Ուրեմն ամերիկացի եք տեսել, անգլերեն կարող եք գրել fucking United States, ձեր սաղ citizens, հա։ Ուրեմն հավաքվեք ու սիկտիներդ քաշեք։ Կարող եք կուլտուրական գրել get you out, go home, ամերիկացիներ գնացեք տուն, ոսր ուրիշ տեղները գրում են, հա։ Փակեք այս ձեր դեսպանատունը ռադներդ քաշեք, հանկարծ մի հատ ամերիկացի չկա, այսպես պահանջ, եթե դուք ազատ մարդ եք։ Բայց դուք դες բան չեք անի, դուք էությամբ ժեխ եք, ստրուկ եք, ինչ ասեմ։ Իհարկե, միևնույն ժամանակ պահանջում եք ազատ արձակել եւ այլն։ Հիմա սա ստացվում է դուք անում եք դա նշանակում է ՀՀ եթե լիներ օրինական իշխանություն, դրանց աշխատանք է։ Ինչ է նշանակում բանտ նստացնել։ Դեպորտացնում ես, դեպորտացրա քո ծնողը, ինչ է խես բանտ նստացնում։ Էն էլ պարզ չի ժամանակ դուք անգամ եթե մի քանի ամիս։ Ուրեմն կրկնում եմ կոչը, ինչ է պետք անել։ Գնում եք ամերիկյան դեսպանատան դեր, լոզունգները անգլերեն գրում եք, հելեք փախեք ստեից սաղը սիկտիրից քաշեք, ոչ մի Ամերիկա ԱՄՆ-ի քաղաքացի չհանդգնի գալ Հայաստան, փախեք դուք սաղը անօրինական եք, go home եւ այլն եւ այլն։ Ու քփուներով էլ կարող գրեք fuck you out եւ այլն եւ այլն։ Բայց դա կարող է նման պահանջ, նման գործողություններ կարող են անել ազատ մարդիկ, այսինքն նման մարդիկ, դուք կրկնում եմ, դուք Ղախպեկ եք, դուք քաղաքապարով մեղմ ասած ստրուկ եք, ժեխ եք։ Ես իմ կոչը արեցի։